2014 թվականին վարչական շրջանը Երևանի քաղաքապետարանի հետ համատեղ հիմնանորոգեց Պարուր, Սևակ և Սարգսակար փողոցները։ Ներկայումս փողոցները գտնվում են բարեկարգ վիճակում։ Մայրաքաղաքի բարեկարգ բակերի շարքն համալրեցին վարչական շրջանի թվով 8 բակեր, որտեղ կառուցվեցին խաղահրապարակներ, երեխաների և մեծահասակների համար ժամանցի լավագույն վայրեր։ Խաղահրապարակներ են կառուցվել Դավիթանախ 10 շենքի բակում, Դավիթանախ 19 և 19/1 շենքերի բակերում, Դրոյի 4 և Ռուբինյանց 1 շենքերի միջնամասում, Դրոյի 8/2, Դրոյի 28 և 28/1 շենքերի բակերում, Ահարոնյան 10 շենքի բակում։ Բնակիչների հանգստի կազմակերպման համար տեղադրվել են մանկական խաղեր, մարզասարքեր, նստարաններ և զրուցարան։ Բակերի բարեկարգումից զատ նկարազարդվել են շենքերի և հարակից ավտոտնակների պատերը, անցկացվել է գիշերային լուսավորություն։ Վարչական շրջանի բնակիչների կարծիքներին և առաջարկություններին ծանոթանալու համար մեր նկարահանող խումբը փոքրիկ շրջայց կատարեց, զբոսնելով տվյալ հասցեներով։ Այժմ մենք գտնվում ենք Ռուբինյանց 29 և Ռայնիսի 19 շենքերի միջնամասում կառուցված խաղահրապարակում։ Շատ հոյակապ հետաքրքիր կառուցվածքը, որ կառուցեցին մեզ հանգստանալու իհարկե։ Հիմա շատ գոհ ենք, երջանիկ, այնքան որ տրենաժոր էլ անգամ դրեցին, այս բիզեկը առավոտյան գալի պարապում ենք, եկավ ու պատմում եմ, մեզ համար օգուտ է, ձեռնատու բան է, շնորհակալ ենք պետությունից էլ, ղեկավարներից էլ։ Ես այս շենքի բնակիչ եմ, բոլոր բնակիչների կողմից շնորհակալություն եմ հայտնում պարոն քաղաքապետ Մարգարիտին և թաղապետ Գևորգ Ղազարյանին, որ երեխաների համար այսպիսի լավ ժամանցի վայր են ստեղծել, մենք մեծերից էլ հանգստի համար շատ գոհ ենք, շնորհակալ ենք։ Որի շնորհակալություն քաղաքապետարանին, քաղաքապետարանին և իհարկե մնացած ջանացող, հոգացող, չարչարվող մարդկանց։ Տարիներ առաջ միշտ ժողովուրդը, շենքի բնակիչները մտածում էին, որ բակի հետ կապված աշխատանքները ինչպես անեն, ոնց որ եկավ այդ օրը, որ կազմակերպեցին և շենքի բակը բավականին գեղեցիկ հարդարվեց, ասֆալտապատվեց, շնորհակալություն հայտնել քաղաքապետարանին, թաղապետարանին, այսպիսի գեղեցիկ բակ, այս պարգևելու համար, շատ շնորհակալություն։